Պետական բյուջեի հեղափոխական եկամուտների մասին խոսող իշխանության օրոք պետական պարտքը նույնքան հեղափոխական տեմպերով ավելանում է։ Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի պետական պարտքը այս տարվա 2025 թվականի փետրվարի դրությամբ հատել է 13 միլիարդ դոլարի շեմը։ Մինչ կներկայացնենք մեր առաջին պատկերը, որտեղ որոշակի տեղեկատվություն կա, ես նշեմ, որ այդ 13 միլիարդ դոլարի զգալի մասը բաժին է ընկնում կառավարությանը, շուրջ 12.5 միլիարդ դոլարը։ Խնդրեմ, ցուցադրենք մեր առաջին նկարը, եւ ընդ որում այդ 12.5 միլիարդ դոլարից կառավարությանը բաժին ընկնող պարտքի համատեքստում ներքին պարտքը ուրեմն 6.6 միլիարդ դոլար է կազմել, արտաքին պարտքը 5.8 միլիարդ դոլար։ Շատ ենք խոսել պետական պարտքի ներգրաման գործընթացների մասին, այդ թվում նաեւ օբյեկտիվորեն նշելով, ընդգծելով, որ պետությունների կողմից պարտքի ներգրավումը իրականում օրինաչափ գործընթաց է, օրինաչափ այնքանով, որքանով որ ներգրաված միջոցները արդյունավետ են կառավարվում եւ բնականաբար ներդրվում են տնտեսության հետագա կայուն երկարաժամկետ աճի եւ բնականաբար ի բարօրություն սեփական տնտեսության, պետության սեփական քաղաքացիների։ Սա հարցադրում է, որը պետական պարտքի ներգրավման գործընթացում մշտապես պետք է ունենանք մեր աչքի առաջ։ Այսինքն թվի բացարձակ աճի քննադատությունը որևէ կերպ ինքնանպատակ չէ։ Իսկ կառավարման հետ կապված իհարկե այսօր մեր տնտեսության եւ մեզանից յուրաքանչյուրի բարեկեցության հետ կապված խնդիրները իրականում լավագույն ցուցիչն են պետական պարտքի ներգրավման արդյունավետության եւ խնդրահարույց չլինելու համատեքստում, եթե մենք նայում ենք հարցը։ Ներքին եւ արտաքին պարտքերի ցուցանիշների մասին եւս մեկ անգամ կուզեի խոսել։ Մենք այստեղ որոշակի ինչ որ իմաստով դրական տենդենսների ներքո ենք, մասնավորապես առայն, որ ներքին պարտքը գերակշռում է պետական պարտքում։ Ինչով է դա դրական։ Առաջին հերթին եւ առավելապես պայմանավորված հանգամանքով, որ արտարժութային տարատեսակ փոփոխությունների արդյունքում այդ ռիսկից պետական պարտքի սպասարկման, պետական պարտքի ցուցանիշների, պարտք գնահարաբերության հետ կապված այդ ռիսկը նվազում է որոշակիորեն պետական գլոբալ պետական պարտքի համատեքստում։ Սակայն խնդիրը ունի երկրորդ կողմ, մասնավորապես ներքին պարտքը շատ ավելի թանկ տոկոսներով է, հետևաբար դրանք թանկ միջոցներ են եւ հետևաբար նաեւ պետական բյուջեի սպասարկման համար, բյուջեի համար շատ ավելի մեծ բեռ, այսինքն այստեղ իրականում երկու հարցի պետք է դիտարկել եւ դրական եւ բացասական իմաստով։ Ցավոք սրտի բացասական հանգամանքը գերակշռում է պայմանավորված այն պարզ փաստով, որ արդեն իսկ այս տարվանից իրականում 2024 թվականից սկսած մենք պետական բյուջեի սպասարկման մասով բավական լուրջ բեռի ներքո ենք, թերևս խնդիր, որին անդրադարձել ենք եւ առաջիկայում երևի էլի առիթներ կունենանք անդրադառնալու։ Հաջորդիվ կխնդրեմ ներկայացնել մեր երկրորդ նկարը։ Տեսեք, խոսում ենք պետական պարտքի միջոցների մասին, նաեւ շատ կարեւոր հանգամանք, ինչպես նշեցինք, որքանով են արդյունավետ կիրառվում ներգրավող միջոցները տնտեսության կայուն աճի հետ կապված։ Ուրեմն վերջին 6-7 տարիների ընթացքում մեզ մոտ մենք եղանք տարիներ, արձանագրեցինք տարիներ, երբ տնտեսության աճը այդ թվում բավական այսպես երկնիշ տպավորիչ աճեր էինք արձանագրում, թեև դրանք պայմանավորված էին ոչ թե իրականացվող տնտեսական քաղաքականությամբ, այլ ըստ էության մեզանից քաղաքականություն իրականացնողներից անկախ գործոններով, արտաքին գործոններով։ Բայց այնուամենայնիվ համեմատական վերլուծություն անենք, թե ինչ տեմպերով է աճել տնտեսությունը եւ ինչ տեմպերով պետական պարտքը։ 2017 թվականից սպիտակ կորը մեր տնտեսության աճի դինամիկան է։ 2017 թվականից մինչև 24 թվականի տարեվերջ ընդհանուր առմամբ վայրի վերումներով, նշեցինք արտաքին գործոնների ազդեցություններով պայմանավորված, բայց Հայաստանի տնտեսական աճի միտումները բացասական են։ 2017 թվականին 7.5% տնտեսական աճ ենք ունեցել, 2024 թվականին ամփոփել ենք 5.9%-ով, այսինքն այստեղ միտումը եւ բացասական տենդենսն առավել քան ակնհայտ է։ Փոխարենը շատ ավելի ակտիվ եւ կայուն աճի վարկագիծ է դրսեւորում պետական պարտքը, որը 2017 թվականին 6.7 միլիարդ դոլարից 2024 թվականի տարեվերջն ամփոփել ենք 12.8 միլիարդ դոլարի եւ ինչպես նշեցինք, արդեն այս տարվա փետրվարի դրությամբ այն հատել է 13 միլիարդ դոլարի շեմը։ Ինչ է ստացվում։ Պետական պարտքը կայուն ավելանում է, տնտեսության աճը անկայուն է բավական եւ ընդհանուր ժամանակային այս համատեքստում դիտարկելիս նվազման միտում է ցույց տալիս, այսինքն այս կապը
իրականում հակադարձ կապը բացահայտեցինք կորերով, աղյուսակներով, հակադարձ կապը վկայում է այն մասին, որ պետական պարտքի ավելացումը տնտեսության աճի նկատմամբ, այսինքն դեպի տնտեսության աճ ազդեցությունների տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չեն, իսկ այդ այնքան էլ եզրույթը եւ գնահատականը իրականում կարող ենք առհասարակ դուրս բերել, քանի որ ինչպես նշեցինք, այս մեր տնտեսության աճերի որոշ այսպես պիկային շրջանները, որոնք ներկայացված են այդ թվում 2022-23 թվական, դրանք պայմանավորված են եղել առավելապես արտաքին գործոններով։ Հետևաբար, եթե նաև ամփոփենք, Հայաստանի պետական պարտքի ավելացման գործընթացը շարունակականության մեջ, իդեպ նշվում է, որ 2025 թվականին պետական բյուջեով նաև սահմանված է, որ այդ պարտքի ավելացումը շարունակականության մեջ է լինելու, ըստ էության իսկապես խնդրահարույց է ոչ միայն բացարձակ թվի աճով, այլ նաև կառավարման, կառավարելիության եւ դրա արդյունավետության հետ կապված, ըստ էության, որի մի բաղադրիչին, մասնավորապես տնտեսության աճի բաղադրիչին մենք անդրադարձանք։ Մնացած բաղադրիչների մասով պարտքը նա հարաբերակցություն, որի մասին շատ հաճախ խոսվում է եւ ներկայացվում է որպես փաստարկ, որ մեր պետական պարտքի ներգրավման գործընթացը որևէ կերպ մտահոգիչ կամ ռիսկային չէ, նորից շատ առիթներ ենք ունեցել նշել, ելի այդ ցուցանիշ, այդ վիճակագրությունը առավելապես պայմանավորված է արտաքին ազդեցություններով, քանի որ նույն արտաքին ազդեցությունների արդյունքում դրամի արժևորում է եղել, ինչը պարտքնա հարաբերակցության ցուցանիշը լավացել է եւ ի վերջո հնայի աճը, որը եւս այդ ցուցանիշի վրա դրական ազդեցություն ունի, պայմանավորված է արտաքին գործոններով։ Պետական պարտքի ներգրավման խնդիրը իսկապես մտահոգիչ տենդենսների ներքո է, այդ թվում նաեւ պետական բյուջեի բեռի անընդհատ ավելացող բեռի սպասարկման տեսանկյունից։